Ուսանողական տարիներին հանրապետական թերթերում և ամսագրերում նկարչական ձևավորումներով հանդես եկած Սամվել Գրիգորյանը, նկատելով, որ Սամվել Գրիգորյաններ շատ կան, անգամ նկարիչների միությունում, որոշում է նոր ազգանուն մտածել, բայց ոչ թե փոխել, այլ հարստացնել այն, անձնագրում ավելացնելով Սևադա։ Այժմ նրա զավակները ևս կրում են Սևադա ազգանունը։ Սամվել Սևադան ճշմարիտ նկարիչ է։ Նա սիրում և հավատում է մարդուն, խոնարհվում նրա արարչագործ պատկերի առջև։ Տարիները բերել են ոչ միայն նկարչական վարպետություն, այլև գույնի ինտենսիվ օգտագործում, որոնք պայմանավորված են նոր ձևերի և նկարչի ներաշխարհում յուրօրինակ գույների վերարտադրմամբ։ Ծնվել եմ Գյումրիում, ծառայում ընտանիքում։ Նկարիչ սովորել եմ քեռուցս և մայրս էլ նկարում։ Ես փոքր էի, ես նայում էի դերին ոնց եմ նկարում, ու ես էլ էի սկսում իրանց հետ աշխատել։ Հետո գնացի ընդունվեցի Գյումրիի Մերկուրովի նկարչական դպրոց և 4 տարի սովորեցի դպրոցում։ Մանկությունս ամառներ անցել է գյուղում, գյուղը շատ հետաքրքիր էր և մի քիչ ես չկան հիշում, սպասված երեխա էի այդ գյուղում, չնայած չար էի, նույնիսկ մի տարի բավական փոքր էի դեռ, նոր սկսել էի դպրոց գնալ, պապիս տունը վարեցի, իհարկե դիպլոմ չէ, այնպես ստացվեց, որ ընկերոջս հետ խաղում էինք, այդ ժամանակ հավը կչկչալով դուրս եկա պապիս մարակից, այդ գյուղացի ընկերս, որ ինքը այդ գյուղից էր, ես քաղաքից գնացած տղա էի, շատ բան չգիտեի, ինքը ասեց, գիտես ասեց, որ հավը կչկչում է, ուրեմն ձու է ածել, ինքը ոնց որ այդպես լոր է տալիս, որ ինքը ձու է ածել, ես էլ չհավատացի, գնացինք մարակի դուրը բացեցինք, տեսանք իսկապես այդ խոտերի դարմանների վրա տաք ձուն ածել էր և որոշեցինք այդ ձուն տեղում խորովել ու վառեցինք այդ դարմանները, բնականաբար մարակն էլ հետը վառվեց և տունը, պապիս տունը վառվեց։ Սամվել Սևադան առաջին անգամ եկել է Երևան դպրոցն ավարտելուց հետո։ Այդ տարիքում հասցրել էր կարդալ ամբողջ համաշխարհային գրականությունը։ Ընդունվել է Հայաստանի պետական մանկավարժական համալսարան, այնուհետև ուսումը շարունակել է Գեղարվեստի ակադեմիայում։ Իմ կյանքում մնացել են լուսավոր հիշողություններ այդ ժամանակների հետ կապված, հատկապես երբ որ հենց առաջին կուրսում, երբ որ ես սովորում էի, ինձ հրավիրեցին նկարահանումների, ես պետք է խաղայի գլխավոր դեր մի ֆիլմում, որը կոչվում էր Կարապետ Սողմանի վրա, մի սահմանապահ երիտասարդի դեր պետք է խաղայի, որը սիրահարվում է, փախնում է ծառայությունից բան և այլն։ Եվ այդ ժամանակ հանդիպեցի կինոստուդիայում, Հայֆիլմ կինոստուդիայում հանդիպեցի մի նկարչի Ռաֆայել Բաբայան, որը ֆիլմի նկարիչ էր, և Ալբերտ Յավորյան օպերատոր, որը մեկ այլ ֆիլմի օպերատոր է, նրանք ինձ այդպես հորդորեցին չնկարահանվել այդ ֆիլմում, ասեն դե նկարիչ տղա ես, քեզ պետք է գնում ես դերասանություն անես, ավելի լավ չի, արի մեզ հետ մենք գնում են Մերձ Բալտիկա, Լատվիա, Լիտվա, Էստոնիա նկարահանումների 4 ամիս ու կես, որպես նկարչի ասիստենտ։ Ու ես անմիջապես հրաժարական տվեցի իմ դերից, որ արդեն հաստատված էի, և գնացի Մերձ Բալտիկա աշխատելու որպես նկարչի ասիստենտ, որը իմ կյանքում մնաց մեծ լուսավոր հետք թողեց այդ ուղևորությունը, այդ աշխատանքը, որովհետև ես Մերձ Բալտիկայից վերադարձա արդեն որպես հասուն մարդ, որ արդեն ուզում է աշխարհ տեսած և որպես նկարիչ ձևավորող, և դա կարևոր դեր խաղաց։ Հետագայում ամես եղավ, որ մենք Ալբերտ Յավորյանին արդեն շատ տարիներ հետո հանդիպեցինք պատահաբար Երևանում, երբ որ ես ցուցահանդես էի բացում, լուսանկարչական աշխատանքների ցուցահանդես էի բացում, ինքը եկավ, նայեց, երևույթին շատ էր հավանել, որովհետև դրանից հետո
մի ամիս չէր անցել, ինձ հրավիրեցին Թեքեյան մշակութային միություն, որտեղ Ալբերտ Յավորյանը հանձնաժողովի նախագահ էր։ Եվ պարզվեց, որ ինձ Թեքեյան մրցանակ են տվել, որը հանձնեց լուսավորքի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, և մեր հանդիպումը Ալբերտ Յավորյանի հետ դա եղավ վերջին ցավալի էր։ Սամվել Սևադան ունի ճշմարտությունը ճանաչելու հսկայական կամք և զորություն, նրա միտքը մշտապես զբաղված է լուսավոր պատկերներով և գարնան երգով։ Հերոսները, նկարչական ձևերը, լույսն ու ստվերները բարի են, համերաշխ և գտնվում են գործունեության ու շարժման ոլորտում։ Կնոջ հարազատները, որ ապրում են Միացյալ Նահանգներում, մեզ ուղարկեցին այսպես կոչված վիզա, որով մենք կարող ենք ընտանիքով տեղափոխվել Միացյալ Նահանգներ։ Ես էլ մտածեցի, որ իսկ ինչու ոչ, բայց թվականին հրավերք ստացա Հայաստանի կառավարությունից և եկա Երևան, աշխատանքի անցա որպես Երևան քաղաքի գլխավոր նկարիչ։ Դա շնորհիվ վերադարձա, բացեցի ես արվեստանոցը, ընդունեցի աշակերտներ, նոր դպրոց ստեղծեցի ու սկսեցի աշխատել։ Սամվել Սևադայի նկարներից մաքուր զգացմունքներ են թափանցում մեր մեջ։ Նա չի ծանրաբեռնում մեր ուղեղը, այլ իր յուրաքանչյուր կտավով ողողում է մարդկանց անսահման սիրով ու բարությամբ։ Ուշագրավ է նաև այն, որ նկարիչը լրջորեն զբաղվում է պոեզիայով և գեղարվեստական լուսանկարչությամբ։ Նրա նկարները, բանաստեղծություններն ու լուսանկարները կարծես միմյանց շարունակությունը լինեն։ Որտեղ գտնեմ այդքան սեր, որ չզգամ բացակայությունդ։ Պինդ բռնիր ձեռքերս ու պահիր կրծքիդ վրա։ Սրունքների դողը մատնում է քեզ և ավելորդ է ծխախոտի զբոցը վառվող մամիդ կողքին։ Իմ թվերի գոյությունը հիմա և հավիտյան պայմանավորված է ուսերիդ գունատ ներկայությամբ։ 1000 շիշ գինի չեմ փոխարինի շնչիդ հյուլեին։ Ստիկները դողված են կրծքիս իբրև հրազեն։ Կես համազարկը բավական է ինձ մեռնելու համար։ Պահիր ձեռքերս։